Բարի երեկո, հարգելիներս, ողջունում եմ, խնդիրներ կա քննարկել, որոնք կապված են Ռուբեն Վարդանյանի գործունեության հետ։ Մի քանի օր առաջ Ռուբեն Վարդանյանի կողմից կամ Ռուբեն Վարդանյանի թիմի կողմից փոխանցվել էր մի գրություն, իսկ խնդիրը ավելի հետաքրքիր ձևով ներկայացնեմ այսպես. Ես երկար տարիներ փորձ եմ արել աշխատանք իրականացնել Ռուբեն Վարդանյանի հետ եւ այդ փորձի արդյունքը մենք ունեցանք, երբ որ ինքը Արցախում էր, կարողացանք հերոստակամուրջ ստեղծել Ռուբեն Վարդանյանի հետ եւ որոշակի աշխատանք իրականացնել Արցախի տարածքում մեր գործընկեր Անաստաս Իսրայելյանի մասնակցությամբ։ Աշխատանքներն արել ենք, հասանք մի կետի, երբ որ արդեն հնարավոր էր ամբողջովին ակումուլյացիայի ենթարկել մեր ռեսուրսները եւ Արցախում ձևավորել այն դաշտը, որը հնարավորություն կտար շեշտակի փոփոխություններ բերել Արցախում։ Ցավալիորեն դեպքերը գնացին հակառակ ուղղությամբ եւ մենք այդ աշխատանքները չկարողացանք անել։ Դրանից հետո իմ եւ Ռուբեն Վարդանյանի համագործակցությունը տեղափոխեց համացանցային տարբերակ, իրենք ունեին իրենց թիմերը, որոնք աշխատում էին մի քանի ծրագրերով եւ այդ ծրագրերից մեկի հետ ես ունեմ էլեկտրոնային հաղորդակցություն։ Այդ հաղորդակցությունների միջոցով մենք որոշակի տեղեկատվություն ենք փոխանցում իրար եւ ես անձամբ փորձում եմ մեր կառույցների միջոցով որոշակի օժանդակություն ցույց տալ Ռուբեն Վարդանյանին եւ դրանով նպաստել, որպեսզի Ռուբեն Վարդանյանը 1 օր կամ 1 ժամ շուտ դուրս գա Բաքվի բերդից։ Օրեր առաջ Ռուբեն Վարդանյանի թիմը ընտանիքի նախաձեռնությամբ պատրաստել է մի նամակ, որը որ յուրաքանչյուր աշխարհի ցանկացած կետից կարող է այդ նամակին կից ավելացնել իր նամակը եւ փոխանցել Բաքու, որը ըստ էության կարող են փոխանցել Ռուբեն Վարդանյանին։ Նամակը պետք է գրվի բաց, այսինքն ըստ գրողի ցանկությունների եւ դրանով հնարավորություն ստեղծենք Ռուբեն Վարդանյանին ցույց տալ մեր օժանդակությունը, մեր համաձայնությունը Ռուբեն Վարդանյանի գործունեության հետ, ինչպես նաեւ ցույց տալ Ադրբեջանում եւ Ադրբեջանի իշխանություններին, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններին, որ Հայաստանից դուրս ապրող հայերը լուրջ են տրամադրված Ռուբեն Վարդանյանի նկատմամբ եւ պատրաստ են աջակցելու, որպեսզի Ռուբեն Վարդանյանը ազատ արձակվի 1 օր առաջ Ադրբեջանի բերդից կամ կալանավայրից։ Իհարկե ոչ բոլորը այդ նամակը կգրեն, բայց ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին ինձ, ովքեր միացան իմ խնդրանքին, մասնակցել իրենց նամակով իմ աշխատանքներին, մասնավորապես Լևոն Ուլուբաբյանին եմ շնորհակալություն հայտնում Միացյալ Նահանգներում, Վահե Մեսրոպյանին եմ շնորհակալություն հայտնում, Արթուրին, Սարգսին Միացյալ Նահանգներում, ովքեր միացան իմ նախաձեռնությանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Ռուսաստանի իմ գործընկերներին, մասնավորապես Արսեն Աբրամյանին, ով նույնպես մեր սենատի բոլոր անդամների անունից նամակը կփոխանցեն ըստ հասցեի եւ նամակը կհասնի բնականաբար Ռուբեն Վարդանյանին։ Ինչով է այս ակցիան կարևոր։ Նաև շնորհակալություն եմ հայտնում իմ Գերմանիայի գործընկերներին, Արևմտյան Հայաստանի թիմի անդամներին, ովքեր որ ստանձնեցին պարտավորություն այդ նամակը գրել եւ փոխանցել Ադրբեջան Ռուբեն Վարդանյանին։ Ինչով է սա կարևոր։ Առաջին անգամ հայությունը հնարավորություն ունի խոսքից անցնելու գործի եւ ռմբահարի Ադրբեջանի համապատասխան կառույցները նամակներով։ Ցույց տա իր համաձայնությունը Ռուբեն Վարդանյանի հետ։
ցույց տա, որ հայությունը անտարբեր չէ մարդու իրավունքների, Արցախում գտնվող հայ ռազմագերիների, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունի Ռուբեն Վարդանյանը։ Ինչու եմ շեշտում, եթե մյուսները Արցախի այս պայքարի ընթացքում ունեցել են երկար ճանապարհ, մասնակցության Ռուբեն Վարդանյանը այդ աշխատանքներին մասնակցել է կամավոր միայն Արցախի վերջի շրջանում, որն էր 2020 թվականից այս կողմ։ Հետևաբար Ռուբեն Վարդանյանին մեղադրել որևէ մեկ գործողության համար, որը ընդհանրապես առնչվում է Արցախի խնդիրներին, ոչ թե տրամաբանությունից դուրս է, այդ դա խոշոր սպեկուլյացիա է։ Սա որպես նախաբան եւ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, ովքեր արձագանքեցին եւ մեր նամակները մենք փոխանցենք ըստ նշված հասցեի, իսկ կրկնօրինակները կփոխանցենք Ռուբեն Վարդանյանի գործընկերներին, ովքեր զբաղվում են այդ աշխատանքով։ Հիմա երկրորդ հարցը։ Այսօր Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ Բաքվի բերդից եւ ուղերձով դիմեց հայ ժողովրդին։ Եվ դա հատուկ ուղերձ էր, եթե մարդիկ կփորձեն դա դիտարկել որպես սովորական ուղերձ, ապա պետք է հիշեցնեմ, որ նման իրավիճակում գտնվող մարդը ինքը չի որոշում ուղերձը տալուն, այլ դա որոշակի գործողությունների արդյունք է, եւ այդ արդյունքում Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, նրա ելույթը պետք է մենք դիտարկենք որպես ուղերձ ողջ հայ ժողովրդին։ Նա նշում է այդ մասի, որ այդ ուղերձով ինքը ասելիք ունի եւ տողատակերը յուրաքանչյուրը պարտավոր է կարդալ։ Իհարկե ինձ համար շատ սրտաճմլիկ էր լսել Ռուբեն Վարդանյանի ներողության խոսքեր իր ընտանիքից, իր ընկերներից, իր գործընկերներից, իր որդուց, կնոջից եւ բոլոր նրանցից, ովքեր որ իր հետ մեծույցեր էին կապում, բայց դա տեղի չունեցավ։ Շատ հուզիչ էր եւ շատ մարդկային էր այդ ամենը, բայց հիմա խնդիրը քաղաքական ձևաչափով։ Ես մեծ հպարտություն զգացի Ռուբեն Վարդանյանի այդ հայտարարությունը լսելով։ Տեսել եմ բոլոր կոմենտարիաները, ովքեր որ մեկնաբանել են Ռուբեն Վարդանյանի ելույթը։ Ռուբեն Վարդանյանը բացառիկ ելույթ ունեցավ։ Որն է ելույթի բացառիկությունը։ Առաջինը, Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ ինքը նստած Բաքվում ղեկավարում է մի գործընթաց, որտեղ առանց իրեն հետ ճշտելու որևէ process չի կարող տեղի ունենալ, ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանը շեշտեց, որ ինքը գիտակցաբար է գտնվում բանտում։ Սա էլ ուրեմն մենք պետք է հաշվի առնենք։ Հիմա գլոբալ քաղաքական խնդիրների մասին։ Ինչքան որ մենք փորձենք խնդիրը դիտարկել դավադրության թեզիսի շրջանակներից, որ իբրև թե Ռուբեն Վարդանյանը ունի որոշակի պայմանավորվածություն այս կամ այն կողմերի հետ, կարող է նաև լինել այդպես, բայց խնդիրը դա չի։ Խնդիրը նայեք խոշորամասշտաբ գործողությունների շրջանակներին։ Մասնավորապես հիշեցման կարգով ձեզ ասեմ, որ Օջալանը հանդես եկավ հայտարարությամբ Թուրքիայից, որով կոչ արեց, որպեսզի քրդերը վայր դնեն զենքը եւ գնան բանակցությունների Թուրքիայի ղեկավարության հետ։ Նմանատիպ կոնտեքստով է Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը։ Ոչ թե որ հայ ժողովուրդը զենքերը վայր դնի, այլ հակառակ, հայ ժողովուրդը վայր չդնի զենքերը, որտեղ եթե Օջալանը այնտեղից հայտարարում էր, որ վայր դրեք, հանձնվեք, Ռուբեն Վարդանյանը կոչյան ասում երբեք զենքերը վայր չդնեք եւ չհանձնվեք։ Ինքը պատրաստ է կյանքի գնով առաջնորդելու խնդիրը։ Կրկնում եմ, իրականության մեջ բանտից երկու հայտարարություն է հնչել։ Օջալանի հայտարարությունը
դնել վայր զենքը, հանձնվել թուրքական իշխանություններին։ Անցել է մի քանի օր, Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ վայր չդնել զենքը, չհանձնվել, ոչ որևէ մեկին չհանձնվել։ Եվ իր խոսքը ուղղված չէր, որ չհանձնվել ադրբեջանցիներին, ընդհանրապես որևէ մեկին չհանձնվել, զենքը պահել պատրաստ, դուրս գալ պայքարի եւ կերտել հաղթանակը։ Ինքը բերդից դուրս կգա միայն որպես հաղթանակած կողմ։ Սա Ռուբեն Վարդանյանի կոչն էր հայ ժողովրդին, մասնավորապես Հայաստանի հայությանն էր կոչը ուղղված, ով ինչպես կարձագանքի ցույց կտա ժամանակը։ Ես եւս մեկ անգամ իմ կողմից վերահաստատում եմ, որ Ռուբեն Վարդանյանի արած հայտարարությունը բացառիկ է հայ ժողովրդի ապագայի համար, եւ նրա բացառիկությունը քննման ենթակա չի։ Փորձերը այդ հայտարարությանը կցել որևէ կոնյունկտուրային խնդիր ես համարում եմ անբարոյականություն։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն էր հայ ժողովրդի չհանձնվելու, հայ ժողովրդի չպարտվելու մասին։ Ռուբեն Վարդանյանը փայլուն ռուսերենին տիրապետում էր եւ կարող էր ինքը ռուսերեն խոսել։ Հատուկ շեշտեց, որ վատ հայերենով եմ խոսում, բայց ասելու եմ վատ հայերենով, իմ իմացած հայերենով եմ ասելու, որ դուք երբեք չհանձնվեք։ Հարգելիներս, կոչ եմ անում ձեզ բոլորիդ, Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, Սփյուռքի հայությունը միայն կարող է հաղթանակի եւ միայն կարող է միասնաբար պայքարով հասնել հաղթանակի։ Ցավոք սրտի Հայաստանում այսօր չի ենթադրում իշխանափոխություն։ Հնարավոր իշխանափոխությունը Հայաստանում հնարավոր կլինի ընտրությունների ժամանակ, եթե մենք բոլորս միավորվենք եւ ցանկանանք, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա։ Իսկ այն վարկածը, որ Ռուբեն Վարդանյանն էր ասում, դա նույնիսկ չեմ ուզում քննարկել, բայց փոքր փակագծեր բացանեմ, որպեսզի լինի հասկանալի։ Ռուբեն Վարդանյանը մարտահրավեր նետեց Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդ մարտահրավերում ասված էր, որ ես բրդից կպայքարեմ քո դեմ, իմ հաղթանակը կլինի քո պարտությունը։ Սա էր ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Ըստ էության Ռուբեն Վարդանյանը հայտ է ներկայացնում, քաղաքական հայտ Հայաստանի Հանրապետության վարչապետի, ապագա վարչապետի տեխնացուի համար։ Ես ինքս կոժանդակ եմ իրեն, որ ինքը դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետի տեխնացու, ապա նաև վարչապետ, եթե դրա անհրաժեշտությունն լինի։ Այո, կան արժանավոր մարդիկ, ովքեր կարող են լինել Հայաստանի վարչապետ, այո, եւ այդ արժանավոր մարդկանց ցուցակում Ռուբեն Վարդանյանը իր ստաբիլ տեղը ունի։ Ինքը կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ փայլուն իր անցած ճանապարհով, իր սխալներով, իր արդյունքներով եւ հենց հիմա ինքն է այն մարդը, ով որ պահում է Հայաստանի անառիկությունը եւ այն տղաները, ովքեր նստած են Բաքվում։ Ես նայել եմ նրանց վիճակը, ես խորը հուզմունքի մեջ էի, երբ որ տեսա Բակո Սահակյանին առանց ատամների։ Ես ցնցված էի դրանից։ Հիմա դուք ամեն մեկը մի բան կասի, բայց ինձ համար դա շատ մեծ ցավ էր, ինձ համար մեծ ցավ էր, որ այդ տղաները այնտեղ դիմանում են հերոսաբար, իսկ մենք չենք կարողանում դրան ճիշտ արձագանք ցույց տալ։ Դիմում եմ իմ լավ ընկերներին, գործընկերներին, լսողներին, Facebook-յան ընկերներին 5000, YouTube-յան ալիքի 16000 լսողներին։ Նրանք բոլորի բնականաբար հայեր չեն, բայց ես դիմում եմ հիմա։ Հարգելիներս, ես ունեմ ձեր օժանդակության կարիք։ Քաղաքական, հասարակական օժանդակության կարիք։ Եթե դուք իսկապես ցանկանում եք, որպեսզի Հայաստանում տեղի ունենան փոփոխություններ, ապա դուք կարող եք
ինձ հետ միասին, իմ համախոհների հետ միասին այդ փոփոխությունների սկիզբը դնել։ Եթե Սփյուռքը միանում է Հայաստանի փոփոխությունների աշխատանքին, ապա շատ շուտով հնարավոր կլինի Հայաստանում հասնել իշխանափոխության, իսկ մեր մասնակցությունը մեր սրբազան պարտքն է։ Լավ եղեք հարգելիներս, այսքանը, բարի գիշեր բոլորիդ, հաջողություն։